Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 29-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, չնայած հագեցած է նաև աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնց կանադամանք։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Հեռախոսազրույցից հետո Էմանուել Մակրոնը գրել է. Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի կառավարության հետ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում։ Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ ուրիշների համար, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Ասեմ իմ դիտարկումը այս հարցի հետ կապված, այն որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, կասկածից դուրս է, այն որ մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները սերտացնելով, կոնկրետ խնդիրներ դնելով, սերտացնելը սերտ են, որպեսզի այն դերակատարությունը, որ եվրոպական անվտանգության հետ կապված ստանձնել է Ֆրանսիան, մեզ աջակցի մեր անվտանգության տեսանկյունից, առայժմ այդ ուղղությամբ քայլեր չկան։ Ցավալիորեն չկան, որովհետև Հայաստանի կողմից էլ քայլեր չկան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց Սերգեյ Լավրովը, որ ստեղ էր, նրա ներկայությամբ, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանը քայլեր չի անում և ինքն ընդհանրապես նման ծրագիր չունի։ Այնպես չի, որ միայն Արարատ Միրզոյանի ասածով ենք ասում, դա Նիկոլ Փաշինյանն էլ է ասել։ Ուղղակի ցավալին նա էր, որ Սերգեյ Լավրովն եկել էր Հայաստան և իրան զգում էր տիրոջ իրավունքով, անգամ դիտողություններ անում, անգամ մեզ մեղադրում, իսկ մեր կողմից դե Լավրովի ներկայությամբ ով ռիսկ կանի խոսի, այն էլ մեր դաշտում։ Ինչի եմ ասում, որ երբ որ մենք տեսանք, որ 11 օրվա ընթացքում Թուրքիան գրավեց Սիրիան, անթաքույց, որովհետև այն ուժերը, որոնք գրավեցին, նրանք Թուրքիայի վերահսկողության ու ազդեցության տակ են, ու Թուրքիան չտակցրեց էլ, որ դա ինքն է վերցրել Սիրիան։ Եվ ինչ տեղի ունեցավ, Եվրոպան ողջունեց, Ամերիկան ողջունեց։ Իսկ ես իմ մտահոգությունը հայտնեցի, ասի, որ ոչ թե չեմ գտնում, որ լավ է, որ Սիրիան դուրս եկավ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, իհարկե շատ լավ է, բայց շատ մտահոգիչ է, որ Սիրիան դուրս եկավ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելով, և դա ողջունեց և Եվրոպան, և Միացյալ Նահանգները, և վաղը մյուս օրը Աստված չանի, որ այդ սցենարը մտածեն օգտագործեն Հայաստանի հետ կապված։ Այդ մասին, որ խոսել ենք, դա եղել է ամիսներ առաջ, դա եղել է ուղղակի Սիրիայի հետ կապված խնդիրների ժամանակ, նոր չի, որ խոսում ենք, ու այն մարդիկ, ովքեր ինձ հետևում են, իմ ելույթներին լավ հիշում են այդ ամեն ինչը։ Այսինքն անմիջապես այդ մտահոգությունը առաջացավ, որ Եվրոպայի համար միայն թե պոկել Ռուսաստանից ու Իրանից, Թուրքիան անգամ, եթե իրանք դա չեն անում, ապա Թուրքիան է անում շատ լավ, որովհետև Սիրիան դեպի Եվրոպա անթառաջ քայլեր չէր անում։ Հիմա այսօր ստացվում է այնպես, որ Հայաստանն էլ դեպի Եվրոպա անթառաջ քայլեր չի անում, և իրանց համար միանշանակ նորմալ է, որ ինչ ա եղել, որ Հայաստանին պոկենք Ռուսաստանից և Իրանից, թող լինի Թուրքիայի ազդեցության տակ, իսկ դա Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին հետաքրքրում է, իր մտահոգություններ մենք չպետք է ունենանք։ Ես այդ մտահոգությունները Սիրիայի հետ կապված, որ ասում էի, որ Սիրիան իր տարածքով և բնակչության թվով մոտ 6 անգամ թե նրանով Հայաստանից մեծ է։ Սուվերեն պետություն ՄԱԿ-ի անդամ, տեսակ քանի օր տևեց։ Ինչ երաշխիք, որ նույն պրոցեսը մեր հետ ով է մեր անվտանգությունը երաշխավորելու։ Առավել ևս Միացյալ Նահանգների ծրագիրը Հայաստանի հետ կապված մենք ուղղակի չունենք։ Եվ շատ վատ է, որ մենք միջնորդավորված նայում ենք
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի միջոցով ցանկանա այդ խնդիրը լուծել կամ Եվրամիությունը Թուրքիայի միջոցով, որը ես համարում եմ, որ մեզ համար շատ լրջագույն ձախողում է եւ իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Հիմա դե պարզ է մեր իշխանությունները դրանից գոհ են, որովհետեւ ասում են, տեսակ հարցը ոնց ենք լուծում։ Եվրոպայի հետ նորմալ աշխատում ենք, բայց Թուրքիայի միջոցով կամ Ամերիկայի հետ։ Բայց դրա հետևանքը մենք նայում ենք, Սիրիայի վիճակն է դրա հետևանքը, պետություն, որը ուղղակի գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ։ Դրա համար, երբ որ Էմանուել Մակրոնը խոսում է Հայաստանում ժողովրդավարության հետ կապված սատարելու, դա ավիճելի խնդիր է, որի հետ կապված ինքը կարծիք հայտնի, բայց չեմ ուզում դրա մեջ մտնեմ, որովհետև ինձ հետաքրքրում է ոչ թե ժողովրդավարության հետ կապված Նիկոլ Փաշինյանի սատարելը, այլ Հայաստան պետությանը սատարելը, նրա անվտանգությանը սատարելը, որովհետև մենք լրջագույն խնդիր ունենք։ Առավել ևս, որ այսօր Եվրամիության անդամ դառնալով չի, որ մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք, այսօր եվրոպական անվտանգության հետ կապված լրիվ այլ ձևաչափ է քննարկվում։ Այսինքն նշանակում է, որ նույնիսկ դրա մեջ Կանադա, Ավստրալիա ներգրաված ինչ Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, այսինքն այդ առումով մենք ընդհանրապես մեր պատրաստակամությունը հայտնելով Ֆրանսիային, որ որպես միջնորդ հանդես արի այդ ձևաչափի մեջ Հայաստանը տեսնելու, ընդհանրապես մեր հայտարարությունը, որ ձեզ հետ ենք բավարար է, որ նրանք պատասխան քայլ անեն, բայց մեր կողմից այդ հայտարարությունը չկա, չի լինելու, որովհետև հիմա լրիվ ուրիշ ծրագիր է, մենք Հայաստանը տանում են Թուրքիայի տակ, այսպես ասած պարզ, դա է, որ մտահոգիչ է եւ իդեպ նկատի ունենանք հետեւյալը, Թուրքիան պարբերաբար, որ ասում էր 50 տարի է, ես ուզում եմ Եվրամիություն մտնենք, չէ՞ էլ ասում դռները ջարդում ենք, որովհետեւ ինքը այդքան չկա, ինքը գտնում է, որ այդքան չկա, որ Եվրամիության դռները նույնիսկ ծեծի, դռան տակ կանգնած ենք, դա ասում էր Էրդողանը 50 տարի իհարկե Եվրամիությունը չկա, դա հենց առաջ իհարկե ուրիշ կառույց էր, եթե ինքը դա նկատի ունի, որ այն ժամանակվանից մտադրություն են ունեցել, լավ է դել ընդունենք, բայց հիմա հարց, մեզ փորձում են, այսպես ասած, թյուրիմացիան մեջ գցել, որ Եվրամիությունը զուտ տնտեսական կառույց է, եւ նրա հետ անդամակցությունը պետք է հետաքրքրի զուտ նորմալ առևտուր անելու առանց մաքսերի առևտուր այդ հսկայական 450 միլիոնանոց շուկայի հետ եւ դա է քաղաքական միավոր չի այդ լավ է հնչում իհարկե բայց հարց է ծագում բա Եվրամիության եթե այդ ամբողջի խոսքը նրա մեջ է որ առանց մաքսեր իրար հետ ազատ առևտուր անեն բա Թուրքիան համարվում է Եվրամիության մաքսային միության անդամ այն մյուս 3 փոքր պետությունները չեմ հաշվում, ասենք Անդորան, Սան Մարինոն, Մոնակոն, Թուրքիան համարվում է մաքսային միության անդամ, այսինքն ինքը որևէ խնդրեմ չունի Եվրամիության հետ ազատ առևտրի, բայց ինչի է դռան տակ կանգնած ուզում Եվրամիության անդամ դառնա, եթե այդ կառույցը քաղաքական կառույց չէ, առևտուր անելու որևէ խնդիր չունես, այնպես որ Եվրամիության հետ որևէ ձևաչափով համագործակցելը դա խորը թյուրիմացություն է, որ դա մեզ լրիվ բավարարում է, բացարձակ չի բավարարում, որ տեսեք այս հարցում, այս ստորագրեցինք, այս հարցում են արեցինք, ինչպես տեսնում եք Թուրքիայի պարագայում անգամ 85 միլիոն բնակիչ ունեցող Թուրքիայի պարագայում այդ Թուրքիան ցանկանում է ոչ թե միայն ազատ առևտուր անի, այլ լինի այդ համակարգի, այդ համակեցության կանոնների անդամ։ Եվրամիությունը Թուրքիային մերժում է, ասում է ոչ, նույնիսկ տեղը նեղա էլի է մերժում։ Թուրքիան ասում է պատրաստ եմ Եվրամիության անդամ հիմա դառնամ, այդքան խնդրեմ ունեք Ամերիկայի հետ։ Ասում են ոչ, ունենք, բայց քեզ անդամ չենք վստահում քեզ։ Քեզ չենք վստահում։ Անկամ ասма պատրաստ են որպես ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ տարածաշրջանի ամենահզոր բանակ, եթե Ամերիկան հետաքաշում ես դառնամ անդամ, այդ նոր անվտանգային համակարգի ասում են քեզ չենք վստահում, հաջողություն գնա, դուք Թուրքիային չեք վստահում, բայց Հայաստանին վստահում եք Թուրքիային, չանհանգստանանք դրանից։ Հիմա երթով նայենք Նիկոլ Փաշինյանը կրթվել է նորաձև է շարժման հերթական հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին ասել է.
Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում, ԱԱՑ-ն վարչապետին ենթակա մարմին է եւ ԱԱՑ-ն ինձ ամեն օր զեկուցում է հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին, նշել է Փաշինյանը։ Այսինքն սա այն էր, որ երեք ես արդեն այս խայտառակության մասին ասեցի, հիմա ինքը դա պարզաբանում է ավելի նոր խայտառակություն ստեղծում, որ ազգային անվտանգության ծառայությունը այն որ ուղիղ Նիկոլ Փաշինյանն է ենթարկում, այդ իրանք այնպես արեցին, որ դա չլինի կառավարության առընթեր, այլ հենց կոնկրետ վարչապետին, որ ցանկացած հանրահարական ինքը տա, որ հանրահարականներ չկատարեն, այդ նույն օրվա ընթացքում ազատի ազգային անվտանգության ծառայության պետին, ինչպես արեց վերջերս։ Բայց հարցը որն է, այսինքն նորից անդրադառնանք այդ հարցին, այն օրն ենք ընկել, որ ազգային անվտանգության ծառայությունը հանրահավաքին մասնակցած մարդկանց հետևում է, այն էլ ասում է հանրահավաքներին, այսինքն պարբերաբար հետևել են, նա որ հանդիպում է մեկի հետ, ֆիքսում է, որ դա արտասահմանցի է, այնքան մոտիկից է նկարում, որ դեմքից հասկանա կամ ձայնագրի իմանա արտասահմանցի է, այսինքն նաև ձայնագրող սարքեր են օգտագործում, այլապես մեծ հեռավորությունից ոնց պետք է տարբերես, այդ մարդը արտասահմանցի է, թե չէ։ Եվ մեկ էլ այդ պարագայում հետևում են, որ նրանք գնում են հյուրանոց, եւ հետևում են, թե նրանք հյուրանոցում զրուցում են, գործնական խոսակցություն են ունենում, թե անհարիր պահվածք են դրսևորում, որը չի սազում եկեղեցուն։ Եվ այս ամբողջը անում ազգային անվտանգության ծառայությունը եւ ամեն օր զեկուցում է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն օպերատիվ իրավիճակը երկրում ազգային անվտանգության տեսանկյունից դա նա է թե միտինգին մասնակցող որևէ մեկը ինչ վարքագիծ է դրսևորում, այսինքն սրանով է զբաղված մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել, թե որտեղից իրան այդ ինֆորմացիան, այդ խայտառակությունը ավելի խայտառակ արեց մեր ազգային անվտանգության ծառայությանը, որը զբաղված է սրանով, այսինքն ինչ որ մեկը հանրահավաքից դուրս գալուց, ինչ որ մեկի հետ գնում է հյուրանոց եւ իրանք ֆիքսում են ինչով են զբաղվում, հսկայական ռեսուրս են ծախսում եւ դա զեկուցում են վարչապետին։ Այս սրանով է զբաղվում, հիմա դուք պատկերացրեք, սենց անլրջացնել մեր կառավարման համակարգը հնարավոր չի ուղղակի, բայց մարդիկ շարունակում են ծառայել, ես հասկանում եմ, մարդը աշխատավարձ է ստանում, իսկ ինչի ինքը դրա համար, ասենք, չստորանա Նիկոլ Փաշինյանի առաջ, բարձր աշխատավարձ է չէ ստանում։ Ինքը իրան լավ է, եւ ինչքան ստորանում է, այնքան ուրիշներին ուզում է ստորացնել, որովհետեւ դա է խաղի կանոնները։ Եթե քեզ չեն ստորացնում, դու ուրիշին չես կարող ստորացնես։ Թույլ չես տա քեզ, որովհետեւ դա քեզ հաճույք չի պատճառի։ Դա քեզ համար արժանապատվությանը խարվածող բան է։ Դու չես կարող հաճույք ստանալ ինչ որ մեկին ստորացնելուց, որովհետեւ դու թույլ չես տալի, որ քեզ ստորացնեն։ Իսկ եթե քեզ ստորացնում են ու դու ունես ուժ, այդ ամբողջ ուժով հարձակվելու ես ուրիշի վրա, որ ասես, եթե ինձ ստորացել են, ես էս սա եմ անում։ Այսպես են կատաղացնում ու բաց թողում ժողովրդի վրա։ Այս հայտարարությունը մոտարապես գիտեք ինչիների նման։ SMS ուղարկելով ընտրովի պաշտոնյային տուն ուղարկելու։ Որ այսինքն ես ում ուզենամ SMS ուղարկեմ, վազելով դիմումը գրելու է գնա։ Նույնիսկ եթե նա մրցույթով անցել, եւ նույնիսկ եթե նա իրավապահ համակարգի անդամ է, ինձ էլ չի ենթարկվում ուղակի։ Լասագոն է ենթարկվում, նա չի էլ ենթարկվում։ Սա է ժողովուրդ ջան։ Եթե մարդիկ կան, որոնք որ համարում են, որ մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, դե դա էլ ձեր պատկերացումն է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը։ Բաքուն վճռականորեն մերժել է դեսպանի հայտարարություններն Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասին, որով Ադրբեջանը նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը, այսպիսով տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։ Ադրբեջանը դեսպանի խոսքերն անվանել է մանիպուլատիվ մեկնաբանություն, արտահայտելով վրդովմունք։ Բաքուն դեսպանի հայտարարություններն անվանել է կեղծ, վտանգավոր եւ նախատեսված Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Ինչու՞ է սա մեզ համար վտանգ։ Իրանի դեսպանը Հայաստանում Մեհդի Սոբհանին ասեց, որ Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը դա վերաբերում է Իրանին։ Իրանի տարածքում կա Արևմտյան Ադրբեջան, ուրիշ ոչ միտեղ չկա։ Այսինքն ինքը մերժում է, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացնում, որ Հայաստանի տարածքում կա Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանը հակադարձում է, ասում է, «Այդ ինչ ես խոսում»։
Մենք ունենք արևմտյան Ադրբեջան, եւ դա Հայաստանի տարածքում է։ Դու այդ ինչ ես քեզ թույլ տալ, այդ ինչ մանիպուլյացիաներ ես անում։ Հարցը դա չի, որ Ադրբեջանն ու Իրանը կարող են վիճել։ Այդ իրանց խնդիրն է, իրանք իրանց հարցերը կլուծեն։ Հարցը նա է, որ Ադրբեջանը համառորեն շարունակում է դիվանագիտական մակարդակով պնդել, որ Հայաստանն տարածքը դա Ադրբեջանինն է։ Հիմա այդ մարդկանց հետ ենք մենք խաղաղության գնում եւ այդ մարդկանց հետ խաղաղության գնալու ճանապարհը Էմանուել Մակրոնը ողջունում է, որ տեսեք այդ համարձակ քայլերով գնում եք այդ ճանապարհով։ Մենք գնում ենք խաղաղության Ադրբեջանի հետ։ Թե Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների Ադրբեջանին, որտեղ իրանց պահանջը սա է։ Ընդամենը վերջերս էլ ասեցին եւ Ալիևն էլ եւ Էլի Պաշտոնյան էր, որ խաղաղություն չի լինելու մինչեւ 300,000-ը չվերադառնա Հայաստան, որ դրա մասին ամեն անգամ ես ասում եմ, դա պետքա ուղղակի բացառել։ Ցանկացած մարդ, որ ասում է, եթե 300,000-ը գալու են, մենք համաձայն ենք, եթե 500,000-ն է ստեղից են գնալու, նրանք ծառայում են Նիկոլ Փաշինյանին ու Ալիևին։ Եթե ուղղակի չեն հասկանում, առանց հասկանալու են ծառայում։ Եթե հասկանում են ինտելեկտուալ մարդիկ են, ուրեմն ծախված են ծառայում։ Որովհետև չի կարելի ասել համաձայն ենք 300,000-ը գան, պայմանով որ 500,000-ն է կգնան։ Բավական է դու թուղթ ստորագրեցիր համաձայնագիր, դրանից հետո նա փողը տալու է 300,000-ին ուղարկի, իսկ դու մի հոգի էլ չես կարողանալ ուղարկես, կամ եթե ուղարկես էլ նա գնալու է ծառայի Ալիևին։ Հաշտվեք վերջապես այդ մտքի հետ։ Ով որ գա այստեղ ադրբեջանցի ծառայելու է Ալիևին, ով որ Հայաստանից գնա Ադրբեջան ծառայելու է Ալիևին, դա նույնը չի, բարդ է այդքան հասկանալ։ Ես մեկ-մեկ նորից նայում եմ, որ ինտելեկտուալ մարդիկ նորից այդ հարցը բարձրացնում են, ասում են Ժողովուրդ ջան, դուք եթե չեք հասկանում, շատ վատ է որ չեք հասկանում։ Մենք կտրականապես դա մերժում ենք, Հայաստանը նման պարտավորություններ չունի եւ այդ պարտավորությունը չի պատվիրակել խորհրդային միությունից, չի քննարկվում ընդհանրապես։ Կարելի է ուղղակի զուտ Այն իմաստով, որ ասել ես, ինչ ցինիկություն է, դուք մարդկանց զորով դուրս եք արել, իսկ մենք փողերը տվել ենք, գնացել են փոխհատուցում։ Էդ էլ կարելի է ասել ընդեղից այսքան 100,000-ը դուս եկես, տեից այսքան։ Էս ինչ եք ձեզ թույլ տալիս։ Այդ կարելի է զուտ ասել, բայց ասել, որ համաձայն ենք, թող փոխադարձ պարտավորություն, այդ Փաշինյանն ուզում է, որ այդ օրակարգը լինի, որ մեր ձեռքով, մեր անուղեղության պատճառով Ասի դե Ժողովուրդ ջան, բա դուք էիք ասում, ստորագրի համաձայն ենք, թող նրանք էլ գան, մերոնք էլ գնան։ Եթե մերոնք ստեից գնացին, դա մեզ ինչ է տալիս։ Գնալու են այնտեղ հեղափոխություն են անելու։ Գնալու են այնտեղ ասեն դուք հայերից լավն եք, էլի չգիտեք ինչ են ասելու։ Չեն էլ գնալու։ Ադրբեջանից ինչի պետք է գան։ Մարդ, որը Հայաստանում չի ծնվել, հերը Հայաստանում ծնվել, ստեից գնացել է 40 տարի առաջ, գալիս է ինչ անի։ Ստե ինչ ավելի լավ է իր համար։ Դա նպատակային փողը տալու են ուղարկեն, չգիտեք, ուղարկելու են Հայաստանը քանդեն։ Եվ ուշադիր եղեք, եթե ազգային ժողովի նախագահն ասում է, այո, խաղաղության փաստաթուղթ ստորագրենք, բա պետք է գան, բա ինչ պետք է անենք, իմացեք, որ դա արդեն պայմանավորված է։ Հերիքա ուրիշի օրակարգը սպասարկեք, չի քննարկվելու դա։ Դա չի լինելու, մենք նման պարտավորություն չունենք, բայց ձեր ականջին նստացնում են, որ դա հավասարության նշան դնենք։ Եվ դրա համար Ադրբեջանը համառորեն շարունակում է։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Իհարկե Կայա Կալասը դեռ Հայաստան շուտ պետք է գար, բայց գնաց Ադրբեջան, հետաքրքիր պայմանավորվածություններ ունեցավ իրանց համար հետաքրքիր ոչ թե մեր անգամ Եվրոպարլամենտում շատ քննադատաբար մոտեցան, ասին չենք հասկանում, Ադրբեջանի վարքագիծը նայենք եւ Հայաստանին նայենք, դու ինչի ես առաջ Ադրբեջան գնում, բայց դա էլ ուրիշ խնդիր է, մեզ համար մտահոգիչը ոչ թե դա է, մեզ համար մտահոգիչը նա է, որ նույն Եվրամիությունը, թե լինի դա Կայա Կալասը, թե լինի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, խոսում են այս կոմունիկացիաները բացելու մասին, որը Մակրոնը ասում է, իրանք շատ նորմալ են հավարում այդ ճանապարհը, որ բացվի ու առանձնապես իրանք չի հուզում, թե ճանապարհը
կլինի ում վերահսկողության տակ, միայն չլինի Ռուսաստանի եւ Իրանի։ Մնացածը իրանց համար միևնույնն է։ Ու այնպես չի, որ եթե նույնիսկ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ներկայացված են, նրանց համար շատ նորմալ է, որ որպես իրանց գործընկեր տիրություն անող լինի Թուրքիան։ Այնպես որ ուզեմ ասեմ, մեծ սպասելիքներ կայակալասից մենք չունենք, ինչի համար, որովհետեւ մենք կոնկրետ քայլ չենք անում դեպի Եվրամիություն, որ շատ ուրախանայինք, որ վերջապես այդ տրամաչափի պաշտոնյան եկել է, հիմա իր այդ գործնական քայլեր կքննարկենք, թե ինչպես են գնում Եվրամիություն։ Այս ամբողջ ընթացքում վերջապես բաժանվեցին էլի երկու մասի, մի մասն ասում է, թե Փաշինյանը չլինի, ուրեմն Քոչարյանն է, մի մասն ասում է, թե Քոչարյանը չլինի, Փաշինյանն է։ Հիմա էլ մի մասն ասում է, վերջապես պոկվենք Ռուսաստանից, մտնենք Թուրքիայի տակ։ Մյուսն էլ ասում է, պոկվենք, չենք ուզում Թուրքիան, ուզում ենք Ռուսաստանը։ Ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք, մի հատ ուրիշ տեղ չկա այս երկրի համար։ Գործընկերներ համակարգային, արժե համակարգային, Եվրամիությունը հեչ մեզ համար հարմար չի, այս ինչ էլի նորից բանի մեջ մտցրեցիք ու շուռ եք գալիս ասում եք բավորն է այլընտրանքը։ Այլընտրանքը ոչ Փաշինյանն է, ոչ Քոչարյանն է, այլընտրանքը ոչ Թուրքիան է, ոչ Ռուսաստանն է, այդքան բարդ է հասկանալ։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանն արձագանքել է իր Թուրքիա այցի վերաբերյալ մեկնաբանություններին։ Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի փորձագետ փորձանքներ Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացություն են արել, թե իբր հեծը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության։ Հեծը պետականացվելու է սիրելի փորձագետ փորձանքներ, դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությանը։ Իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հոդս է ցնդելու, ինչպես նախորդ բոլոր դեպքերում։ Հանգիստ նստեք տեղներդ ու շարունակեք զգալ պետության համը ձեր բերանում։ Գրել է Խուդացյանը։ Հիմա ես ուղղակի ասեմ, նախ Պաշտոնյան, որի հետ կապված նույնիսկ քննադատական խոսում են փորձագետ փորձանքները, այս կարգի լկտի ոճով խոսացող մարդը պետք է գոնե հասկանա, որ ինքը այդ պաշտոնին է, որովհետև ինքը կռացել եւ համբուրել է Նիկոլ Փաշինյանի աչը։ Եվ ես ձեռքը նկատի չունեմ։ Այնպես որ ճոռոմ անդաստիրակ խոսալու համար իմացի, որ մենք գիտենք ինչի համար ես դու տեղ։ Սա մեկ։ Եվ երկրորդ, խոսքը վերաբերում է փորձագետների։ Ես էներգետիկայի ոլորտում կամ առհասարակ փորձագետ չեմ, դրա համար հաստատ դա ինձ չի վերաբերվում։ Եվ մեկ էլ ես իմ կարծիքը որ հայտնել եմ, իրա Թուրքիա գնալուց հետո չեմ հայտնել, առաջ եմ հայտնել։ Իսկ խոսքը վերաբերում է հետևյալին։ Դու էլեկտրացանցերը պետականացնում ես։ Եթե պետականացնում ես, բանտից բաց չես թողում տիրոջը, որպեսի նա ստիպված զիջումների գնա, որպեսի կարողանաս ուղակի խլես, ոչ թե պետականացնես, դա Հայաստանի ներդրումային միջավայրը թաղելու նպատակ ունի։ Եթե դու ասում ես օրենքով ենք պետականացնելու, իդեպ այն որ էլեկտրոցանցերը պետք է լիներ ի սկզբանե պետական եւ այդպիսի ռազմավարական օբյեկտները պետք է պետության վերահսկողության տակ լինի, առավել եւս երբ որ Ռուսաստանի վերահսկողության տակ դա դառնում էր քաղաքական լծակ, առաջի անգամ չի որ դրա մասին խոսում ենք, այսինքն միանշանակ ընդունելի է եթե խոսքը վերաբերում է պետականացմանը, բայց պետականացման ժամանակ արվի այնպես որ մարդիկ չանհանգստանան ներդրումների հետ կապված, իսկ հիմա եթե դու լրիվ օրինական ձևով տալու ես փոխհատուցումը սեփականատիրոջը։ Դու տեսել ես, որ սեփականատերը վերցրել է վարկեր, որովհետև առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության դա չէր լինի։ Ես դրա համար նախորդ անգամ կարծացի, որ այս համաձայնությունը տվել է կառավարությունը։ Հիմա հաջորդ հարցը, եթե կառավարությունը գիտի, որ այդ փողերը վերցրել է եւ ներդրում արել, այդ փողերը չկա։ Բայց այդ փողերը վարկերը պիտի սպասարկես։ Եթե պիտի տաս փոխհատուցում, պիտի մտնես վարկերի տակ Եվ հետո էլ պետք է վերցնես գումարներ ներդնես, որպեսզի կարողանաս վիճակը բարելավես, որպեսզի հանրությանը բացատրես, որ տեսակ մենք վերցրեցինք եւ վիճակը կարգավորեցինք, մեծ փողեր դնելու դեպքում պետությունը որպես օպերատոր հանդես գա, չի ստացվելու դա ու չի արվելու։ Որն ալնելու հաջորդ քայլը մտածել են ինչ օպերատոր գտնեն, որ անի։ Այդ օպերատորը նայելու է վիճակը, ասելա շնորհակալություն, մանավանդ տեսելա ոնց վարվեցիք։ Եվ հետո երբ որ սկսվի անջատումներ եւ այլ ցախողումներ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ժողովուրդ ջան, այս նախկիններից է գալիս, այ հիշում եք, որ Մենուայի որդի Արգիշտին այդ մալուխները որ քաշեց որակով չէր,
Մենք հիշում ենք Տիգրան Մեծի ժամանակների ինչ ա եղել, կգա կպատմի կհասնի մինչև այս վերջերս, որ հիմա անջատումներ են, ձախողումներ են, խնդրեմը կայանում է նրանում, որ վիճակը շատ վատ ենք ընդունել։ Այդ իսկ պատճառով պետական չենք կարողանում պահել, որևէ օպերատոր չի գալիս։ Միակ ձևը նա է, որ այդ օպերատորը սիրահոժար գալիս է Թուրքիայից։ Էլ ինչ անենք, չենք կարող չհամաձայնվել, այլապես ձախողվում է մեր էներգո համակարգը, որի պատճառով թուրքական օպերատորը կհայտնվի, կամ վաղը ստիպված կլինեն սեփականաշնորհ, դա արվելու է փուլերով։ Առաջի փուլ պոկվում ենք Ռուսաստանից, դարձնում ենք պետական։ Ողջունում են շատ մարդիկ, շատ լավ է, Թուրքիան ստեղ իբր կապ չունի։ Երկրորդ փուլը չենք կարող աշխատացնենք, երրորդ փուլը նոր ստիպված ենք դիմել Թուրքիան, որտեղ Թուրքիայի համար դա ոչ թե բիզնես է, այլ քաղաքական լծակ, որը ինքը վերցնի։ Հիմա մենք երբ որ ասում ենք, որ դա տալու ես Թուրքիային, մենք ասում ենք դա կատարելու ես հաջորդ երրորդ քայլի ժամանակ, բայց մենք հիմա ենք ասում, որ դու դա անելու ես։ Ու հիմա մենք գիտենք, որ դու դա հատուկ դրա համար ես անում։ Ու եթե ուղեղը չի հասնում, գնա մի քիչ էլ կզի Նիկոլ Փաշինյանի առաջ անդաստիրակ, գնա մի քիչ էլ կզի, որպեսզի տես լկտի ձևով չարտահայտվես։ Այո, տալու եք Թուրքիային։ Դե կանգնեք ասեք, եթե Թուրքիային տանք կամ որևէ օպերատոր, որը անուղղակիորեն փոխկապակցված է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տա։ Ասեք, գրեք հիմա ստորագրեք։ Ասեք պետականացնում ենք եւ կոնկրետ կետեր ենք նշում։ Չի մասնավորեցվելու, օպերատորն էլ չի լինելու Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ոնց է անում։ Ասում էր, դե ես գիտեմ, որ Արցախը պետք է Ադրբեջանին տայի, բայց որ տայի, ինչ չէին թողի, պետք է պատերազմը լեր, զոհեր լեր, որ տայի։ Այսինքն, երբ որ ինքը մի քայլ անում է, մենք արդեն այդ քայլի շարունակություն երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ քայլը արդեն ասում ենք։ Մարդիկ ասում են, բա չի արել այդ քայլին, չի ես ասում, որովհետև մեր ուղեղը Նիկոլ Փաշինյանի ուղեղ չի։ Մերը ուղեղը իրան ուղղակի դատարկ տարածությունն է։ Ստեղից մի հատ ինֆորմացիա մինչև այս ծայրից գալիս է, այն ծայր, չեմ ուզում ասեմ կիսագունդներ, չկա այտենց բարդ բաներ։ Մինչև ինֆորմացիան գալիս է, այդ տարանքը մենք հասկանում ենք նա ինքը ինչի համար է անում, ժողովուրդ ջան։ Երբ որ ինքը ասում է բերեք Արագածը գովենք, ասում ենք Փարքասու շատ լավ է, բա մեր սարն է։ Երբ որ ինքը Արարատին հակադրում է, ասում ենք Թուրքիային խոստացել է։ Այդքան բարդ էր հասկանալ, հետո չհամոզվեցիք։ Երբ որ ինքը ցեղասպանության հետ կապված ասում է, հատ պետք է բոլորին հաշվենք զոհերի թիվը, որ իմանանք ինչ ենք անում, մենք հասկացանք, որ ծախվել է Թուրքիային ցեղասպանությունը շղթելու համար։ Այդ մի բարդ բան է հասկանալու, նույնը վերաբերվում է նաև Բաշխիկ ցանցերին։ Եվ մի ուրիշ բան էլ ասենք, երբ որ ինչ որ Ալիևը հայտարարել է, Նիկոլ Փաշինյանը բան փորձել է կյանքի կոչել, իր ուղեղով ինչ որ բան մտածելով, արդարացնելով մեր Արագածը, արդարացնելով տարբեր բաներ։ Ինչի համար եմ ես սա ասում, որովհետև պետք չի որ ինքը անի նոր մենք հասկանանք։ Բայց եթե մենք մի քանի քայլ առաջ չնայենք, ել մեր խոսալու իմաստը ո՞րն է։ Հիմա նույն հաջողությամբ, երբ որ ես ամեն անգամ բարբերաբար անդրադառնում եմ, Էրդողանը կանգնեց, ասեց Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների համար Սփյուռքը մեծ սպառնալիք է։ Ասեց։ Դա այսօր ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Սկսեց պատերազմ Սփյուռքի հետ։ Երկու տարբերակով ուշադրություն դարձրեք։ Ինչ եք այդտեղ նստել քննադատում։ Վերկացեք եկեք այստեղ։ Ինչ եք անում այդտեղ։ Մարդկանց ասում է, եթե դուք չեք գալիս, ուրեմն մի էլ քննադատեք։ Զբաղվեք ձեր գործերով։ Ես ձեր հետ կապ չունեմ, ես ին վրա հույս չդնեք, դուք ես զբաղվեք ձեր գործերով։ Այսինքն Սփյուռքին ասում է, Սփյուռքը մտածում է, եթե Սփյուռքը վիրավորվում է անգամ Փաշինյանից, նա շատ դեպքերում անուղղակիորեն նեղվում է նաև Հայաստանից, ասում է, «Էլես ինչ զբաղվեմ, խոսում եմ, դուրները չի գալի»։ Եկեք Հայաստան, եթե չեք գալի, մի խոսեք։ Եթե մի երկու միամիտ գտնվում են, որ գալիս են Հայաստան, գալիս են, որ ստեղից խոսեն, ինչ են ասում։ Որ վատ էր, ինչի եկար։ Եկել ես, որ մեզ քննադատես։ Նստեիր այն երկրում, որտեղ ապրում էիր։ Ով քեզ ասեց վեր կացարի։ Մոռացել եք, ժողովուրդ ջան։ Այստեղ խնդիրը նա չի, դուք Սփյուռքից կխոսեք, թե Հայաստանից։ Խնդիրը նա է, որ դուք ընդհանրապես չխոսեք, որտեղ ինքը արդեն Էրդողանին դա խոստացել է։ Էրդողանի խոստացել է, որ Սփյուռքը կկտրեմ Հայաստանից։ Բարդ է այդքան հասկանալ։ Այսինքն մարդուն ասում են, եթե դու դուրսն ես, ուրեմն դու Հայաստանով մտահոգված չես։ Հա։ Տենց է։
Այսինքն եթե իր ընտանիքի անդամը գնա Չինաստան, սարեսնում է իր հայրենասիրությունը, Հայաստանի մասին չի մտածում, քանի որ դուրսն է։ Այտենց ենք չափում հայրենասիրությունը։ Մի ժողովրդի, որի 70%-ը դուրսն է, որի ընտանիքի կեսը դուրսն է, կեսը ներսն է, այն էլ ոչ թե օրերով, տարիներով, ամիսներով, հարյուրամյակներով, անգամ հազարամյակով։ Եվրոպա գնում էին ավարարի ճակատամարտից հետո ասում են հայերն արդեն ստեղ եկել են, պետություն չունեինք, դեռ իրանք արդեն ստեղ էին։ Բայց այն չի համար արվում Էրդողանի հանձնարարությամբ։ Այնպես որ տարածքային կառավարման նախարարը ավելի լավ է սուս տեղը նստի, շատ ավելի գոնե պատահաբար կարող է ենթադրեն, որ ուղեղ ունի, էլի, սենց գոնե եթե խոսում այն լեզվի լկտի, հաստատ պատասխանելու են։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը եւ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ամբողջ Եվրոպան։ Ինչի սա կարդացի, որովհետեւ այս հարցը մեծ շատ կարեւոր է, ինչ առումով որ բանը այդ Լավրովը հասկանում է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ազդեցությունը Եվրոպայում մեծանում է, դա համարում է, ասենք, հավակնություններ եւ այս պարագայի միջով է դա մեզ համար խնդիր, որ մենք երբ որ ասում ենք մեր անվտանգությունը կապենք Եվրոպայի հետ, բայց հենց սա ենք ասում։ Ռուսաստանը այսքան վախեցած է Ֆրանսիայից եւ Գերմանիայից։ Մենք էլ ասում ենք Գերմանիան դերակատարություն է ստանձնում։ Մեր անվտանգությունը, եվրոպական անվտանգությունը այս մարդկանց ենք պատվիրակելու, որոնցից նույնիսկ լարված ու անհանգիստ է Ռուսաստանը անդադ բողոքում է։ Բայց մեր ասածը սա է։ Մակրոնից մենք դա ունենք ակնկալիք, ոչ թե Մակրոնը մեզ ասի, դուք ինչ խնդրեմ ունեք Թուրքիայի հետ ձեր հարաբերությունը լավացրեք, Թուրքիան է լիստեի տիրություն անողը։ Ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էր Թուրքիայի ընդլայնմանը, ընդհանուր միջև թուրքական պետություններին հավաքելը։ Տարբեր նախագահների ժամանակ ամեն ինչ այլ են, որ թուրքական կամակորության ձեռը կարակը չընկնեն, նույնը Եվրոպան էր դեմ։ Հիմա չգիտես ինչի որոշեցին, որ Թուրքիան ընդլայնել իրանց ձեռնտու է։ Դա տարբերակ է, որ Թուրքիան ուժեղանա եւ ազդեցությունն ավելացնի Ռուսաստանից եւ Իրանից փոկելու։ Մի բան, որը մեզ համար բացարձակ ձեռնտու չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ դատավարությունը, նրան անվանելով պատերազմի հերոս։ Սա քաղաքական վհուկների որս է, որը շատ նման է այն վհուկների որսին, որը ես ստիպված եմ եղել վերապրել արդարադատության այս ծաղրանմանությունը խանգարի ինչպես Իրանի, այնպես էլ Համասի բանակցություններին։ Այլ կերպ ասած, խելագարություն է անել այն, ինչ վերահսկողությունից դուրս եկած դատախազներն անում են Բիբի Նեթանյահուի հետ։ ԱՄՆ-ն տարեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում շատ ավելին, քան ցանկացած այլ երկիր Իսրայելին պաշտպանելու եւ աջակցելու համար։ Մենք չենք պատրաստվում համակերպել դրա հետ։ Մենք հենց նոր մեծ հաղթանակ ենք տարել վարչապետ Բիբի Նեթանյահուի ղեկավարությամբ, եւ սա խիստ վերում է մեր հաղթանակը։ Բաց թողեք Բիբիին, գրել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները հերթական անգամ կոշտ ձևով ցանկանում է դատական համակարգին միջամտել Իսրայելի, իսկ իրանք հարցեր ունեն իրանց վարչապետին, ասել է մտարի բացատրի, ես ինչ է իրանում։ Գրեթե դու սկսեցիր, ժամկետը դու ընտրեցիր, դու քո ուժերը հաշվարկեցիր, այդ ոնց է որ չգիտեիր այնտեղ ինչ է կատարվում, որ Իրանը պատասխան հարված է տալու, այսքան ավերածություններ լինի եւ ավելի շատ կախվածության մեջ ընկնես Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ մի խոսքով, այս ամեն ինչը մարդիկ քննում են, իրանք իրենց վարչապետը։ Հիմա Դոնալդ Թրամփը այսպես ամեն ինչ անում է, որպեսզի նրան փրկի, բայց սա հակառակ ազդեցությունն է ունենում։ Դատարանը ավելի շատ ինադի է անգնում, ասում է ուզում են ամեն ինչ անեն այս քաղաքական բաներով, ազդեն դատարանի վրա։ Այսինքն որ գիտես ինչ, եթե դուք հիմա դատում եք, այս բանակցությունները խնդրեմ կլի Համասի հետ կապված կամ Իրանի հետ կապված։ Սա հաստատ նորմալ չի դիտվելու այդ գործընկերության համար, որովհետև Դոնալդ Թրամփը ավելին վերցրեց իր վրա Իսրայելի հետ կապված, քան նույնիսկ պետք էր, եւ ավելի շատ վատություն արեց, քան լավություն։ Ժամանակը ցույց կտա եւ այդ ամեն ինչը մենք կտեսնենք։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կրկին խստորեն քննադատել է խոշոր ծախսերի մասին օրինագիծը, որը պետք է ֆինանսավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մեծ մասը։ Սենատի վերջին օրինագիծը կոչնչացնի միլիոնավոր աշխատատեղեր Ամերիկայում եւ հսկայական ռազմավարական վնաս կհասցնի մեր երկրին։ Այն բացարձակապես խելացնորեք եւ կործանարար է։ Այն զիջումներ է անում անցյալի ոլորտներին եւ լուրջ վնաս հասցնում ապագայի ոլորտներին, գրել է Մասկը։ Մասկը բազմիցս քննադատել է Տրամփի մեծ եւ գեղեցիկ օրինագիծը, առաջարկելով բյուջեի դեֆիցիտի վրա դրա ակնկալվող ազդեցությունը։ Նա պնդում է, որ օրինագիծը կզրոյացնի այն խնայողությունները, որոնք ձեռք են բերվել կառավարության աշխատանքի
արդյունավետության դեպարտամենտի դոգի շնորհիվ, որի ղեկավարը Թրամփը նրան նշանակել էր այս տարվա սկզբին։ Հիմա խնդիրը որն է։ Ընտրությունների էիք գնում, մարդկանց խոստումներ էիք տալի, բարեփոխումների ծրագիր էիք ներկայացնում, ասում եք, որ մենք այս հարցերը կարող ենք անել, մարդկանց ձայները ստացաք, եկաք, հետո խնայողության ռեժիմի հետ կապված այնպիսի արտառոց բաներ արեց Իլոն Մասկը Թրամփի թողտվությամբ, որ ուղղակի ապշելու էր, որ անգամ Երևանից էր երևում, ասում էր, ինչ ես անում։ Հետո պարզվեց, որ այդ խնայողությունները, որը շատ հարված հասցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը եւ նաեւ հեղինակությանը, որ Մասկը նստել էր ամբողջ երկրով պետական ծառայողների ներկայացակայարանում, շփաթ մեջ 5 հատ կետ գրեք, ինչ է կարը, այդ բոլոր խայտարակությունները չհիշատակեն, դրա մասին պարբերաբար խոսել ենք։ Հիմա մեկ եկել ասում եք, եթե հիմա սա էլ Տրամփը անի, կզորացնի այն խնայողությունները, որ արել Հարցածակում երկուսով իրար հետ այդ խոստումները ժողովրդին տվեցիք։ Հիմա ժողովրդին չի հետաքրքրում Տրամփը սխալ վարվեց, թե Մասկը սխալ վարվեց։ Ինքը Տրամփին է ընտրել, Մասկին չի ընտրել։ Եվ փաստորեն Մասկը այսօր կանգնում ասում է Տրամփը այն քաղաքականությունն է տանում, որով ավելի վատ վիճակ է բերելու։ Բա ինչ էիք այդ մարդկանց խոստացել։ Բա այդ ձայները որ ստացաք, ինչ եք պատասխան տալու դրա դեմ։ Խայտարակ արեցիք դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, մեդիաները խայտարակ արեցիք, ասեք բոլորը ծախված եք, էսա, հիմա կանգնում ասում եք, բա այսօր ենք որ ընդունում է, ամբողջ արածը զրոյացվում է։ Հետո ընտրողին ինչ եք ասելու։ Բա այն ընտրողին ասեցիք, այդ ընտրողն ասում էր միլիարդատեր մարդը կավա չի հասկանում ինչ է ասում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկի հետ հրապարակային կոնֆլիկտից հետո ասել է. «Կարծում եմ նա հիանալի տղա է, ես նրա հետ շատ չեմ խոսել, բայց կարծում եմ Իլոնը հիանալի տղա է եւ գիտեմ, որ նրա մոտ միշտ ամեն ինչ լավ է լինելու», ասել է Տրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Մասկին համարում է խելացի եւ հիշում է ձեռնարկատիրոջ աջակցությունը նախագահական մրցավազքի ժամանակ։ Այսինքն ինքը համարում է, որ նախագահական մրցավազքի ժամանակ իրան շատ աջակցել է։ Այդ գիտենք, այդ նորություն չի, այդ մասին շատ ենք խոսել։ Բանա աջակցել է նաև խոստումներով, մենակ փողով չէ։ Բա որ փողով դու աջակցում ես, հիմա քննադատում ես, թե ես ինչ եք անում։ Բա այդ մարդկանց ձայների պատասխանով է տալու։ Մարդը ընտրվեց, ձայները ստացավ, այն ինչ որ խոստացաք, ոչ մի բան չեք անում, հակառակ բաներն եք անում։ Բա լավ, հետո ասում ես, հա, ուրախ եմ, որ այդ մարդը ընտրությանը օգնել է։ Ընտրությանը օգնել է նաև խոստումներով։ Էս ենք անելու, էս ենք ուրա բացել բարեփոխումների ծրագիրը։ Իհարկե կարծում եմ, որ այդ ամեն ինչը Դոնալդ Տրամփը կվերանայի շատ հարցեր, որովհետեւ ի վերջո ինքն է ընտրվել, ոչ թե Մասկը, ինքն է պատասխան տալու այն ամեն ինչի համար, ինչ որ խոստացել է։ Գոնե այս ընթացքը օգտագործի դրա համար։ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կարծում է, որ ժամանակն է, որ կոնգրեսն ընդունի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նոր օրինագիծ։ Երեկ երբ մենք գոլֆ էինք խաղում, առաջին անգամն էր, որ նախագահն ինձ ասաց, որ ժամանակն առաջ շարժվել, ասել է սենատոր Գրեմը, մեկնաբանելով Տրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման օրինագծի վերաբերյալ։ ԱՄՆ Սենատը հուլիսին կսկսի քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, Գրեմը վստահություն է հայտնել, որ Տրամփը կստորագրի փաստաթուղթը, եթե այն ընդունվի ամերիկացի օրենսդիրների կողմից։ Իհարկե սա ողջունելի քայլ է, ինչի համար, որովհետև վերջապես, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանա, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ոչ մի պարտավորություն չի կատարելու, լկտի անալու է եւ փորձելու է նոր տարածքներ գրավելու մասին մտածի մանավանդ իր երկիրը դել ռազմական ռելսերի վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի բարեհաճությունը ուղակի բացարձակ բանի տեղ չի դնում, մենակ հաջողախոսում է, այսինչ բան է եւ այլ, Տրամփը հա դուրը գալիս է, որ հաջողախոսում են, բայց ի վերջո նաեւ հասկանում է, որ դրանով գործը առաջ չի գնում։ Եվ եթե ինքը որակապես փոխի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, օբյեկտիվորեն վերադառնալու է այն խնդիր, որ ասում են, որ դու պետքա Ուկրաինայի թիկունքին կանգնես, Ռուսաստանին պարտության մատնես, Չինաստանի հետ գործընկերություն անես։ Երեք արդեն խոսում էր, որ Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Այսօր խոսում է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների մասին։
Դե ներվերա պետք դիմանալ, մտամ մեր մոտ ամեն ինչ լավ է, նորմալ է, սաղորը ներվերները ստեղ են քայքայ, հիմա էլ աշխարհաքաղաքական ներվեր քայքայենք, թե վերջը երբ պետք է Դոնալդ Տրամպը վերադառնա այն գծին, վերջապես վերադառնա այն գծին, որ հավաքական արևմուտքը կանգնի Ուկրաինայի թիկունքին Ռուսաստանին, ասի դու օկուպանտ ես, դուրս արի ստեղից, եւ Չինաստանն էլ ասի դու ես մեր գործընկերը։ Այդ գուցե եթե ինչ որ մի ժամանակ հետո արդեն վերադառնանք դրան անպայման կարող ենք համարել, որ դա շատ լուրջ հաջողություն էր, դա որակական փոփոխություն կբերի նոր աշխարհակարգի հետ կապված, որովհետև այն ուժերների մեջ ազդեցության բաժանելու ժամանակ մենք շատ վատ վիճակում ենք հայտնվելու, ման են գալու որ ուժերից որ ուժերին անցկացնեն, ոնց որ Ռուսաստանը չկարողացավ Սիրիան պահի, անցավ Թուրքիային, հիմա էլ Ռուսաստանին դուրս մղեն, անցնի Թուրքիային, դա մեզ որևէ պարագայում չի կարող հետաքրքրել կամ դրական համարվել։ Այնպես որ ուզեմ ասեմ, եթե Դոնալդ Տրամպը գնա այս ճանապարհով, շատ ծանր մեր ներվերի հաշվին, բայց գոնե կարող ենք ասել, որ ճիշտ ճանապարհով է գնում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, Ռուսաստանը այլևս չի ընկնի այնպիսի թակարդի մեջ, ինչպիսին է Մինսկի համաձայնագրերը հակամարտությունը դադարեցնելու համար։ Կիևը չպետք է անիրատեսական պահանջներ ներկայացնի, այլ հաստատի իր մտադրությունների լրջությունը գործողություններով, ինչպիսին է զորացրումը։ Քաղաքական առումով Զելենսկին արդեն մահացած է։ Մենք պետք է իմանանք, թե ինչպիսին է այստեղ վերջնական արդյունքը, ինչպիսին կլինի այս իրավիճակի վերջնական արդյունքի ընդհանուր ուրվագիծը, որքան անկեղծ է ուկրաինական կողմը պատրաստ բանակցել, ինչպիսին է նրանց դիրքորոշումը, նշել է Նեբենզյան։ Գիտեք, Ռուսաստանը ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարում է, որ քաղաքական առումով Զելենսկին մահացած է։ Բա դուք մահացածի հետ եք կռվում։ Բայց 4-րդ տարին է կռվում եք մահացածի հետ։ Բա դրա հետ կապված երջանկահիշատակ Ուինստոն Լորենս Սպենսեր Չերչիլը մի լավ արտահայտություն էր արել դիպուկ, երբ որ Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը, որ ինքը պաշտոնա եկավ Ստալինի մեռնելուց հետո մի դրեց, քարը քարին չթողեց, օղորմածիկի գլխին ինչ օին դրեց, էլ թաղեց, էլ ինչ ծերի, հանեց նորից թաղեց, որովհետև այս սաղ խայտարակություններ է Ստալինը, այն որ Ստալինը խայտարակություններ արել է գիտենք, բայց ինքը որ հարձակվել է Ստալինի առաջ վազվզում էր, հա, բայց ի վերջո դրա համար այնքան խայտարակ ինքը այդ ամեն ինչն արեց, որ Չերչիլն ասեց, որ Խրուշչովը աշխարհի միակ քաղաքական գործիչն է, որ պատերազմ է հայտարարել հանգուցյալին, լա էդ էլ քիչ է, մի հատ էլ հարմարացրեց պարտվել նրան։ Հիմա իհարկե Զելենսկին հաստատ հանգուցյալ չի, եթե Զելենսկին հանգուցյալն է, դուք ում հետ եք կռվում, 4 տարի ում հետ եք կռվում, եւ հետո եթե դուք այսպես խոսում եք թերագնահատելով ձեր դիմացինին, մի օր ասում ծաղրացու, մի օր ասում ես, ում հետ եք կռվում, ժողովուրդ ջան, հիմա դուք ձեզ նայեք։ Բայց ինչ եք Ամերիկային դիմում, որ ձեզ օգնի, որ Զելենսկուն պարտադրի, որ դուք կարողանաք Զելենսկուն հաղթեք։ Մի հատ էլ լացուկոսները դնում եք, թե Եվրոպան բան չի անում։ Մեր դեմա դուրս գալիս պաշտպանում է Զելենսկուն։ Ինչի համար եմ ես դա ասում։ Այս ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք մեր քայլերը, որովհետև Ռուսաստանի դերի փոփոխություն, մյուս այդ բոլոր բաները ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։